Բիզնեսը սկսելու համար վաճառվեց անգամ ամուսնական մատանին։ Վաու, գարաժ, ասացին չեղավ, ինչ եղավ, ինչի ոգևորվեցիք, ասում ա, ճիշտ տեղից է սկսել, այդ Packard, Google, բան տեղից են սկսել։ Դուք հաճախորդի համար եք աշխատում։ Ես ավելի կողմնակից եմ փորձով, գործով, նույնիսկ սխալներ գործելով գնել առաջ, սեփական սխալների վրա սովորել, քանց թե մենակ թեորիայով անընդհատ մնալ թեորիայի դաշտում։ Եվ ինչից եք դուք ընդհանրապես վախենում բիզնեսում։ Շատ հաճախ բիզնեսը ոչ թե մեծ գաղափարից է ծնվում, այլ պարզ անհրաժեշտությունից։ Սրանից 23 տարի առաջ հենց այս փոքրիկ ավտոտնակում զուտ հացի խնդիր լուծելու համար որոշեց ստեղծվել սննդի առաքման ծառայություն։ Բիզնեսը սկսելու համար վաճառվեց անգամ ամուսնական մատանին, եւ առաջին ներդրումը հենց վաճառքից ստացված $100 էր։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր պատկերացնում, որ Art-Lunch-ը դառնալու է հազարավոր մարդկանց ամենասիրելի սնվելու վայրը, նրանց առօրյայի անբաժանելի մասը։ Բիզնեսի դեմքը հաղորդաշարն է եւ Art-Lunch-ի հաջողության պատմությունը պատմելու է բիզնեսի համահիմնադիր Բակուր Մելքոնյանը։ Շնորհակալություն հարցազրույցի իրավերջության։ Շնորհակալություն։ Մենք հիմա գտնվում ենք ձեզ համար։ Հիշողությունները վերապրելու իրականում այստեղ 20 տարից ավել չէ եղել։ 20 տարի։ Հենց դա էլ ուզում եի հարցնել, ինչքան ժամանակ է այստեղ։ Հա, դուրս գալուց հետո չէ, առիթ չէր եղել ընդհանրապես գալու։ Իսկ ինչ հիշողություններ են կապված այս ամեն ինչի հետ, այս տարածքի հետ։ Խառը, երևի խառը։ Պատկերացնում եք, այստեղ որ ստեղից տեղափոխվելու պատմությունն է շատ հետաքրքիր, որովհետև հենց այստեղ տեղի ունեցավ, երբ ամերիկյան USAID-ի կողմից ֆինանսավորող DI կազմակերպությունը եկավ նայելու, մեզ ասացին, որ ուզում են գրանտ տան, որպեսզի պայմանները լավացնենք մեր, եւ ասացին գալիս են մեր մոտ նայելու պայմանները, դե ես այդպես գլուխս կանգնած եմ այնտեղ, պետքա գան ինչ ցույց տամ, գարաժ ցույց տամ։ Ու տենց բանով կանգնած եմ, եկել եկավ իջավ իտալացի էր ինքը, տնօրենը, տենց եկավ իջավ, վաու, գարաժ, ասացին չեղավ, ինչ եղավ, ինչի ոգևորվեցիք, ասում ա, ճիշտ տեղից է սկսել, այդ Packard, Google, բան տեղից են սկսել։ Շատ մոտիվացրեց եւ ոգևորեց։ Ասում են, այո, հաջողակ բիզնեսմենները սկսում են հենց ավտոտնակից, փոքր տարածքում։ Իսկ մինչև ստեղա իրականում բնակարանից էր, այն շենքում էր մեր բնակարանը, այդ բնակարանի միջից ենք սկսել բնակարանի խոհանոցից, բնակարանի խոհանոցից հետո որ խոհանոցում մի քանի ամիս աշխատելուց հետո տենց տեսանք հաճախորդներ ունենք մի քիչ ավելի մեծ տարածքեր պետք տենց հաջորդ քայլը եղավ այս ավտոտնակից հետո արդեն USAID գումարի միջոցով վաճառեցինք բնակարանը եւ գարաժը վաճառեցինք, տեղափոխվեցինք սեփական տուն արդեն, որտեղ արդեն երկրորդ հարկում ապրում ենք, առաջի հարկում էփում թափում։ Այսինքն, պարոն Մելքոնյան, հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, իհարկե։ Ինչ է պետք դրա համար։ Շատ մեծ ցանկանալ, այո, իհարկե։ Ցանկությունը բավարար է։ Ցանկություն եւ չընկճվել, որովհետեւ շատ են լինում դժվար պահեր, այդ պահերին եթե դուք ընկճվեք, հիասթափվեք եւ ուսաթափվեք, բնականաբար ոչ մի բանի չեք հասնի, դա միանշանական։ Դուք փաստորեն վաճառեցիք ձեր ամուսնական մատանին $100։ Վաճառեցինք եւ մինչեւ հիմա չունեմ, բայց խոստացել ա կինս, որ արդեն շուտով կունենամ։ Պարոն Մելքոնյան, ստեղից եք սկսում ձեր աշխատանքային օրը, հա, սա ադմինիստրատիվ մասն է Art-Lunch-ի։ Հա։ Քանիսին եք գալիս աշխատանքի։ Կախված, եթե քաղաք չեմ գնում, առավոտյան 9-ին երևի 9-ից 9:30 շուտ չեմ գալիս, անկեղծ ասած, շուտ չեմ։ Ինչից եք սկսում ձեր օրը։ Հանրապես ես սուրճ չէի խմում, բայց վերջերս սկսել եմ մի բաժակ սրճից, մի բաժակ սուրճ օֆիսում եւ նայել աշխատանքային ինչ ունեմ անելու։
բացումն այլ ինչ կա։ Ում եք առաջինը կանչում այստեղ, ինչ։ Չէ, այստեղ անկեղծ ասած ես կանչելու որևէ մարդ չունեմ, կանչելուն է աշխատակազմի օպերացիոն դետանորինությունը կինս անում, ես արտանջ հետ կապված օպերացիոնում վաղուց դուրս եմ եկել, իր գործունեությամբ չեմ զբաղվում, թե հիմա սեղանի վրա էլ նայեք արտանջ հետ կապված համարյա բան չկա, հա, այս Իտալիայում հյուրանոցը ուսումնասիրում ենք, ունեք բացել եք, չէ՞, Իտալիայում։ Իտալիայում այո հյուրանոցը, բայց սա նոր են ուղարկել ուսումնասիրում ենք, այնտեղ չեմ մատաշուկի մասին բաներ այնտեղ քեր տարբեր։ Իսկ երկար եք ընդհանրապես աշխատում։ Իրականում որևէ սահմանափակում կամ բան չունեմ, կախված այդ օրվա անհրաժեշտությունից, կլինի հանդիպումներ են եղել մինչև 3 գիշերվա ժամը 11-12-ը ստեղ ենք անցկացրել, մինչև վերջացրել ենք 3 էլ ժամը երևի 10-ի կողմերն ենք հանդիպումները ավարտել։ Ձեր հյուրեր ովքեր են լինում, հետ եք այստեղ գործնական հանդիպումներ ունենում, ինչ կարևոր հարցերի շուրջ են լինում քննարկումները։ Ամենաբազմաթիվ բիզնես ասոցիացիաների հետ կապված գործնական, ոչ գործնական, ընկերական բոլոր հանդիպումները հարցերս տեղ են լինում շատ տարբեր։ Ձեր երկրորդ տունն է, ինչպես հասկացա։ Շատ հարմարավետ եք դարձրել։ Համեցեք։ Էսի շնորհակալություն։ Այս պետքա վերցնեք, վճարումները սրանով արվելու, այս մեր նոր համեմատաբար նոր արդեն 3-ից 4 տարի գործում է այս կոնցեպտը, սրանով դուք էլ ամեն կետում, տարբեր այս կետերում գումար չեք վճարում, էլի, օգտվեք ասիական խոհանոցի, իտալական, վրացական, առողջ խոհանոցից, այս բոլոր խոհանոցները, այո, մեր կոնցեռնին են պատկանում, այնպես որ այս ցանկացած տեղից օգտվելու դուք պարզապես այս ոնց որ կովիդի ժամանակ այս համակարգը արեցին, որ անընդհատ դուք գումար չհանեք, ձեռքը շփում չունենաք բան, եւ պարզապես սկանավորում եք ձեր քարտը, դրանից հետո վերջում դուրս գալուց, արդեն մյուս կողմից դուրս գալուց հանձնում եք քարտը, վճարում եւ դուրս եք գալիս։ Տարածքով էլ բավականին մեծ է, ինձ թվում է ամենամեծն է, չէ՞։ Հա, մեծերից բավական մեծերից մեկն է։ Պարոն Մելքոնյան, դուք աշխատակիցներ երբ սկզբից եք ընտրում, այդ պատմություններին ծանոթ եմ, ավելի շատ վստահության վրա է հիմնվում։ Հա, մարդկային արժեքների վրա, որովհետև սկզբնական փուլում ընդհանրապես ցանկացած պարագայում սկզբնական փուլում, քանի որ դուք մեծ հիմնարկություն չեք, այդ բոլորին է վերաբերվում, երբ չունեք այդ սիստեմաները, վերահսկողության մեխանիզմները, բնականաբար ճիշտ է ընտրել մարդկային հատկություններից, հետո որ ամենամեծ կարևոր սկզբունքը դա նվիրվածությունն է սկզբնական փուլում, այդ բիզնեսը կանալու փուլում նվիրվածությունն ու ազնվությունն է։ Ավելի շատ դեր խաղող հետո արդեն դե բնականաբար արդեն չեք կարող, հա, մի քանի հազար հոգի աշխատակից ընտրել այդ սկզբունքով, որ ձեզ վստահենք վստահության բանով։ Մեկ ֆիրմայով, մենակ մեկ ֆիրմայով 1500-ին մոտ։ Ժամանակին շատ ընդունված էր, հաճախորդը միշտ ճիշտ է, սկզբունքը մոտեցումը բիզնեսում, հիմա շատ բիզնեսմեններ հակառակ ավելի շատ ասում որ աշխատակիցն է ճիշտ, ձեր մոտ որ մոտեցումն է ավելի։ Նայեք, հաճախորդը ճիշտ է, չի կարելի ասել որ ճիշտ չէ, այդպես բան ուղղակի չի կարելի ասել, որովհետև դուք հաճախորդի համար եք աշխատում, միշտ ես այդ սկզբունքը դրել եմ։ Միանշանակ, եթե հաճախորդի համար եք աշխատում եւ եթե հաճախորդի պահանջը դա է, դա դրանից է եկել։ Ոչ թե որ միշտ ճիշտ է, բայց ինչքան հաճախորդ, այնքան ճաշակ, դրա համար պետք է ընտրեք ոնց որ լավագույն միջինը, ոսկե միջինը, որ բավարարեք ավելի շատ մարդկանց։ Միևնույն է, բոլորին չեք կարող, մարդիկ կլինեն, որ ձեր չեն հավանի, ձեր տրված ծառայությունը չեն հավանի, մարդիկ կլինեն, որ շատ կհավանեն, դուք պետք է ընտրեք այդ սեգմենտ, ում հետ պատրաստվում եք աշխատել եւ բնականաբար լսել ձեր հաճախորդին։ Ասել հաճախորդը սխալ է, իհարկե չի կարելի։ Իսկ աշխատակիցը բնականաբար դա հիմա արդեն թիմային աշխատանք, թիմակից, նույնիսկ աշխատակից բառն է հիմա փոխվել, հա, մի քիչ հաճելի չի հնչում, մենք էլ ենք կողմնակից այդ բանը, որովհետև ինքը թիմի անդամ է դառնում։ Մեր ամբողջ գաղափարախոսությունը հենց դրա մեջ է, թիմային աշխատանքի շնորհիվ ենք մենք կարողացել հասնել սրան եւ փորձում ենք դրանով առաջ գնալ։ Հաճախ եք լանչ անում, արտլանչում։ Տանել ոչ մեկ մեզ ծաշ չի տալիս։ Ես կառաջարկեմ լանչենք, ամել ընտրենք իրար հետ։
Բարի ախորժակ։ Պարոն Մելքոնյան, Art-Lunch-ի պատմություն նման է շատ աշխարհահռչակ բրենդների պատմություններին, հացի խնդիր լուծելու անհրաժեշտությունից է սկսվել իհարկե բիզնեսը, բայց երբ զգացիք, որ հացի խնդիր լուծելու անհրաժեշտությունը արդեն կարող է վերածվել լուրջ բիզնես նախագծի 16 թվականից 17 թվական, երևի 2016-17 թվականներին էր, երբ հասկացանք, որ մեզ անհրաժեշտ է ավելի գլոբալ, ավելի մեծ նպատակներ դնել մեր առջև, փոխվեցին մի փոքր մեր նպատակները երկրից դուրս գալու առումով, ընդհանրապես Art-Lunch-ի զարգացման, այլ բրենդներ ստեղծելու, ծավալվելու, այդ ժամանակ բավականին փոփոխություններ եղան։ Այսինքն դուք այդ պահից որոշեցիք, որ ավելի ընդլայնվելու կարիք կա։ Որոշեցինք, որ պետք է ավելի քիչ ագրեսիվ լինենք, այն ժամանակ մի փոքր ավելի հանգիստ, ավելի դանդաղ, կարծես իրահունով ոնց գնում էր այդ ձևով էր 16 թվականից այդ քարորիա պատերազմից հետո էր, որ հասկացանք, որ ամեն դեպքում եթե երկրում չլինեն այդտեղից այդ ժամանակից հետո էր, որ սկսեցին առավել ակտիվ որոշակի, որտեղ ես շատ պասիվ էի, ընդհանրապես չկայի հանրային կյանքում, ես իմ համար մի կողմ քաշված, այսինքն այդ ժամանակից որ հասկացա պետք է ավելի որոշակի ակտիվություն ցուցաբերել, սկսեցինք մտածել նաև բիզնես ակումբների մասին, ասոցիացիաների մասին, սկսեցին նման մտքեր ծնվել, այսինքն փոխվեց որոշակի բան, որ հասկացանք, որ պարզապես իմ մեջ ես հասկացա, որ պարզապես ունենալով սեփական հարմարավետ լավ կոմֆորտ զոնա, դու դեռ ապահովված չես դրանով, միգուցե եթե երկիրը հզոր չի, դու դեռ ապահովված չես։ Այո, ես ծանոթ եմ այդ պատմությանը, որ դուք 2015-ի վերջին որոշել եք, որ պետք է այսպես արդեն ձեզ բավարար է այն ինչ որ ունեք եւ կարող եք հանգստանալ, բայց պատերազմը փոխեց ձեր որոշումը։ Արդեն մոտ 10 տարի է անցել այդ ձեր որոշման փոփոխումից։ Արդյունքները դուք տեսնում եք, արդեն կարողանում եք այն ազդեցությունը, որ ցանկանում եք ունենալ։ Բնականաբար որ տարբերությունը կա իհարկե դա նկատել է, բայց որ ասել մեզ բավարարում է իհարկե ոչ, մենք դրա համար հիմա ավելի լայն մասշտաբի լայն պրոյեկտներ ենք սկսում շատ հետաքրքիր, նաև Հայաստանից դուրս ենք հիմա մի քանի մեծ մասշտաբի պրոյեկտներ նայում, այնպես որ զարգանում ենք այդ ուղղությամբ։ Մոտավոր 23 տարի է անցել, ինչ բիզնեսը հիմնադրել եք, դուք էլ ասացիք, որ տարբեր նախաձեռնություններ եք զուգահեռ նաև առաջ տանում։ Կա որոշում, որ այսպես դժվար էր կայացնելը, բայց եթե չկայացնեիք, ձեր այսօրվա բիզնես նախաձեռնությունները չէին լինի, Art-Lunch-ը չէր լինի։ Ընդհանրապես ցանկացած ժամանակ որոշում կայացնելը դա մի քիչ մարդկային բնույթ է, մենք տարբերվել ենք, ես իմ բնույթով տարբերվում եմ, որ որոշումները բավականին արագ եմ կայացնում, այսինքն եթե ինչ-որ մի բան որոշում եմ, դա, չգիտեմ, միգուցե րոպեների, ժամերի որոշումը տեղի ունենում, որտեղ ես ավելի կողմնակից եմ փորձով, գործով, նույնիսկ սխալներ գործելով գնել առաջ, սեփական սխալների վրա սովորել, քանց թե մենակ թեորիայով անընդհատ մնալ թեորիայի դաշտում։ Իսկ ինտուիցիան այստեղ դեր խաղում է։ Ինտուիցիան բնականաբար խաղում է, բայց որ ասել ինտուիցիայով մարդիկ կան, որ ինտուիցիա սա ասեց, բայց ես դա ուսումնասիրել եմ, իրականում ինտուիցիան հիմնականում նենց է լինում, որ դուք տպավորվում եք այն դեպքերից, երբ որ ձեր մտքով անցածը կատարվում է, երբ որ ձեր մտքով անցածը չի կատարվում, դուք դա մոռանում եք ու ձեզ թվում է, որ ինտուիցիան ձեզ ամեն ինչ հուշում է, բայց այդպես չի, որովհետև եթե տենց լիներ, սխալներ չէին գործի, հա, չէինք սխալվի, ֆեյլեր չէինք ունենա, այդ ամեն ինչը եղել է եւ բավականին շատ։ Պարոն Մելքոնյան, դուք դժվարություններից, անհաջողություններից բավականին այսպես պոզիտիվ եք դրանց մասին խոսում, դրական եք խոսում, այսպես անգամ փոխել եք, ես վերջերս ձեր հետ զրույցում պարզեցի, որ մոտեցումն եք փոխել դրա վերաբերյալ, անհաջողությունը համարում եք փորձառություն։ Ինձ հետաքրքիր է դա ժամանակի հետ եկած մոտեցում է, թե ի սկզբանե հենց այդպես էլ եղել է, որ դուք ցանկացած անհաջողության որպես փորձառություն եք վերաբերել, չի եղել մի բան, որ իսկապես ձեզ կոտրել է։ Չէ, իսկապես ասել այդպես, որ ես հենց այդ առաջի օրվանից այդ ձև եմ եղել, բնականաբար ոչ, եւ եթե մենք նայենք 23 տարվա, ինչպես նշեցի, 23 տարվա մեր պատմությունը, այդ 23 տարվա մեջ եթե արագ մեր
աճելու տեմպերը նայենք, մեր նշած վերջի 17 թվականից 16-17 թվականից սկսած մեր աճը մի քանի անգամներ ավել է եղել, քան թե մինչև 17 թվականը, եւ եթե հիմա նայենք մեր նոր սկսած բիզնեսների տեմպերն ու աճերը, եւ եթե ասում են հիմա դու սկսեր, ես հիմա որ ասում եմ սկսեի, նախ այդ ձևով չէի սկսի, ոնց որ սկսել եմ արտանչի բնականաբար, եւ երբ ասում են բա լավ ինչ որ պահի արդյոք բավարար չէ կամ ինչ որ բան, ասում եմ ընդհակառակը կամ տարիքային ես համարում եմ որ հակառակը, եթե ես ունեմ այդ փորձառությունը եւ այդ ամբողջ բազան, ինձ ավելի հեշտ է նոր բիզնես սկսելը եւ ես հիմնականում զբաղվում եմ նոր բիզնես իդեաների մշակմամբ եւ դրանց իրականացմամբ։ Ինձ ավելի դա հետաքրքրում է այն բիզնեսները, որոնք կան, որոնք աշխատում են, իրենք կարծես իրենց հունով գնում են եւ իրականում ես որովհետեւ այդպես լուրջ մասնակցություն նույն արտանչի գործունեության մեջ համարյա թե չունեմ։ Բայց ինչն է ձեզ կոտրել օրինակ, ինչ որ կհիշեք ինչ որ մի իրավիճակ, որ իսկապես դա ձեզ համար ամենածանր հարվածն է եղել բիզնեսում։ Այդ տենց կոնկրետ դեպք տենց չեմ կարող այս բանը վերհիշել, որովհետև տենց շատ են եղել փոքրիկ մրցույթներից սկսած, երբ ընդհանրապես ոչ մի կետ չունենք եւ մենք գնում ենք մրցույթի մասնակցելու եւ պարտվում ենք, որովհետև փորձառություն չունենք, ու եկել ենք այդ դիլեմայի առջև, գնում ենք որ որևէ բան վերցնենք, ճաշարան աշխատացնելու մեր առաջին միայն առաքում ունենք, ասում ենք դի փորձառություն ունենանք, թե ասում ենք որ տեղ չեք տալի, ոնց փորձառություն ունենանք, ասենց ինչ-որ բանի առջև ենք կանգնած, բայց այդ ամեն մի անհաջողությունը իրականում այդ բանին շատ ծանր էի տանում, որովհետև դա հենց այդ ձեր ասած անհաջողության էի վերագրում, հիմիկվա ցանկացած նման տիպի այսպես արտահայտված ձախողում, դա ոչ թե ձախողում եմ վերագրում, այլ վերագրում եմ փորձառություն ձեռք բերելուն, որովհետև համարում եմ, որ որպեսզի ես այդ սխալը չգործեի, ես առնվազն պետքա տարիներով այդ շուկան ուսումնասիրեի, այդ բիզնեսը ուսումնասիրեի, դա էլ արժեք, ժամանակ ամենամեծ գումարն է այսօր։ Պատկերացրեք, լավ, օքեյ, ես որոշում եմ ինչ-որ միտեղ ինչ-որ մի ոլորտի բիզնես սկսել եւ որոշում եմ դրա վրա ծախսել 4-ից 5 տարի, որ չսխալվեմ։ Արդյոք այդ 4-ից եւ ինչ-որ մի հատ X գումար եմ դնում եւ մի ամսվա մեջ եմ, 2 ամսվա մեջ եմ հասկանում, արդյոք դա նշանակում է, որ ես գումար կորցրեցի, որ ես ժամանակ շահեցի։ Այդ 4-5 տարվա սովորելու եւ հասկանալու համար այդ շուկան ուսումնասիրելու ես անմիջապես մի անգամից գործունեության արդյունքում հասկացա իրական շուկան, այդ ռազմետկը բոյում ամենալավ արտահայտությունն է, հա, նույնիսկ բանի մեջ, ռազմական գիտության մեջ, ես դրա կողմնակիցն եմ, այսօր դառնել է դա ստիպում, այսօր ժամանակաշրջան էս արագ տեմպերը ստիպում են ավելի արագ որոշումներ կայացնել, այն բանի 10 անգամ չափիր, 1 անգամ կտրիր բանը, ոնց որ մի քիչ դառնում է ոչ ակտուալ։ Հատկապես այսօր։ Հատկապես այսօր, այո։ Երբ նոր ես սկսում բիզնեսը, վախերը ավելի քիչ են լինում եւ ավելի համարձակ ես լինում, որովհետեւ չես պատկերացնում, թե ինչ է քեզ սպասվում։ Բայց ժամանակի ընթացքում, երբ հաջողությունները ավելանում են, երբ արդեն հաջողության գինն էլ հասկանալի է լինում, վախերը ինձ թվում է ավելանում են։ Դուք այդպես եք կարծում։ Եվ ինչից եք դուք ընդհանրապես վախենում բիզնեսում։ Իրականում իմ մոտ հակառակն է եղել, որովհետև այդ վախերը սկզբից, երբ դու չունես հնարավորություններ, չունես թիմ, փոքր ես, այդ ժամանակ ավելի բնական ավելի շատ են, երբ ամբողջ քո, այսպես ասած, ապրելաձև կյանքը ամեն ինչը կախված է քո սկսված բիզնեսից, այդ մի քանի կոպեկից, որով դու ընտանիք ես Հիմա ավելի մեծ բան չեք կորցնելու, օրինակ եմ ասում, երբ որ ավելի շատ բան ունեք։ Բան կորցնելու դեպքում, այո, դուք ավելի մեծ բան կորցնեք, բայց դուք կորցնում եք գումար, դուք չեք կորցնում հացի խնդիր չեք լուծում, այստեղ լուծում եք հավելյալ արժեք ստեղծելու փորձեր, դա ավելի ադրենալին տվող, ավելի հետաքրքիր հոբբիի նման ավելի շատ ոգևորող ծրագրեր են, որոնք չստացվելու դեպքում դուք կորցնում եք գումար։ Սկզբնական շրջանում չստացվելու դեպքում դուք մտածում եք ինչ պետքա տանեք տուն, որ տանը երեխային ինչ պետք է տաք, հա, ոնց պետքա, չգիտեմ, էլեկտրոէներգիայի գումարը վճարեք, խնդիրները իրական տարբեր են, դա մեծ պատասխանատվություն է իհարկե, այստեղ դուք հասկանում եք, լավ, օքեյ, մինիմալը ձեր ստեղծել եք, այսպես ասած, եւ աշխատել եք X գումար, այդ X գումարը դնում եք ինչ որ ռիսկի տակ, որը օքեյ է,
այդ գումարը ինչ պետք է անենք։ Մարդիկ կան, օրինակ, եթե նայեք, մարդիկ կան առնում են շատ թանկարժեք մեքենաներ կամ չգիտեմ շատ թանկարժեք շորեր կամ խաղում են ընդհանրենք նույն խաղատներում, իրենք դրանից են հաճույք ստանում։ Okay, դա էլ է okay։ Ես էլ հաճույք եմ ստանում շնորհ բիզնես սկսելուց։ Ձեր դեպքում բիզնեսի հաջողությունը ինչի արդյունք է։ Ճկունության, համառության, թե ճիշտ մարդկանց ընտրելու։ Մի ֆակտորով բնութագրել, ես միշտ ասում եմ, դա մի ֆակտորով բնութագրել բիզնեսմենին կամ գտնել, այսպես ասած, համաչափություն, որի կանոնները պահելու դեպքում, եթե դու գիտեք, լավ կան տարբեր տեսակի տեստեր, չէ՞, աշխատանքի ընդունվելու հաշվապահի տեստեր, տնտեսագետի տեստ կլինի, HR-ի, ամեն ինչի տեստը կա։ Բիզնեսմենի տեստ գոյություն չունի, այսինքն արդյոք դուք բիզնեսմեն եք թե չէ, նման տեստ գոյություն չունի։ Չկա այդ կանոնակարգը, որը պահելու դեպքում կամ այն հմտություններն ու այն գիտելիքները, որը իմանալու դեպքում հստակ կարող եք ասել, որ դուք կարող եք հաշվապահության դեպքում շատ հստակ է։ Ծրագրավորողի դեպքում ասում ենք, որ իմացեք այս ծրագրերը, այս դեպքում իմացեք այս լեզուների դեպքում այս իմացեք, սա իմացեք, այս արագությամբ կարողացեք թարգմանել, սանել եւ դուք կարող եք ընդունվել այս աշխատանքին։ Այդտենց բան գոյություն չունի, որ դուք իմացեք սա, ուրեմն դուք կարող գործարարությամբ զբաղվեք։ Իսկ ձեր դեպքում ինչն է դեր խաղացել։ Չէ, այստեղ մեծ ցանկությունը իմ դեպքում ուղղակի մի փոքր ներքին ըմբոստ բնավորությունը, որ ինչ որ մեկի ձեռքի տակ չաշխատելու, որովհետև տարբեր տեղեր երբ մտել եմ աշխատանքի, մինչև սեփական գործ բիզնես սկսել է, բոլոր տեղերում որոշակի անհամաձայնություններ են եղել ղեկավարության հետ, որ չեն թողել, որ ես իմ արտահայտվեմ ավելի ինձ դրսևորեմ, ինչի պատճառով տենց կոնֆլիկտային վիճակներ են եղել եւ դուրս եմ եկել ես կամ ինձ հանել են ընդհանրապես եւ դրա պատճառով սկսել եմ սեփական բիզնեսը։ Միակ բանը, որը իմիջիալից որ բոլոր գործարարների մոտ հաջողված գործարարների մոտ տեսնում եմ, դա կազմակերպչական ձիրքն է, այսինքն այդ կազմակերպելու ձիրքը կարծես թե բոլորի մոտ պարտադիր է բիզնես սկսելու համար։ Ձեր կոմունիկացիաներում միշտ կա ձեր կինը։ Ձեր կինը ձեզ հետ հիմնադրել է եւ ինքն է հենց միտքը տվել Արտլանչի, նա Արտլանչը ղեկավարում է, դուք մի շատ դրական եք խոսում իր մասին, բայց հրապարակային գործը ձերն է։ Այս դերաբաշխումը ով է կատարել։ Ձեր կինը թե դուք։ Իրականում կյանքն է տենց ստիպել, իմ կինը չի սիրում ընդհանրապես հանրային թե հարցազրույցներ տալու, թե զրուցելու, թե ընդհանրապես հանրային գործունեությամբ։ Ես էլ չեմ կարողանում, չեմ հասկանում խոհանոցից, ասենց ասեմ։ Ինքը չի սիրում ֆինանսներով զբաղվել կամ վաճառքով, ես ինքը սիրում է խոհանոցով զբաղվել աշխատակիցների հետ, թիմի հետ, ես էլ մյուս կողմ, այսինքն մեկս մեկին լրացրել ենք իրականում։ Չունենալով հենց այդ նույն հմտությունները, բայց ունենալով հմտություններ տարբեր ոլորտում, այստեղ հենց ստացվել է, որ այն համադրությունն է, որն անհրաժեշտ էր բիզնեսի զարգացման համար։ Տարաձայնություններ չեն լինում։ Բնականաբար, ինչպես կարող են շատ իդեալական է թվում ամեն ինչ, գոնե հրապարակային կոմունիկացիայում։ Այդ բնական է, բայց տարաձայնություններ չլինելու դեպքում ես միշտ ասում եմ, խուսափեք այն գործընկերոջից, ում հետ տարաձայնություններ չունեք։ Ընդհանրապես խուսափեք, եթե դուք մի բան անում եք եւ ձեր գործընկերը անդադ ասում է, հա, ճիշտ է, հա, դա ձեզ պետք չի։ Եթե ամեն ինչի հետ համաձայնվում է ձեր գործընկերը, այսինքն դուք եք ամեն ինչ անում։ Ձեզ պետք է հենց այն ընդդիմադիր, կոպիտ ասած, այլ մոտեցում ունեցող գործընկերը, որը քո ձեր հետ կբանավիճի, ձեր հետ կընդդիմանա, ձեր հետ կքննարկի եւ ոնց որ կհանգեք։ Իսկ դա չի ատում ձեր անձնական հարաբերությունների վրա։ Բնականաբար ոչ։ Արտլանչի 70-ից ավելի կետեր կան այսօր, ձեր բիզնես նախաձեռնությունների թիվն էլ ավելանում է։ Ձեր ազդեցությունը որը պետք է լինի, ինչ ազդեցություն եք ուզում թողնել։ Իրականում ես արդեն քանի տարի մենք հիմնական իմ գործունեությունը ավելի շատ ծավալված է ընդհանրապես հայ բիզնեսմենի կերպարի փոփոխմանը, որտեղ բիզնեսմենի նկատմամբ գործարարի նկատմամբ ցավոք սրտի Հայաստանում ձևավորված էր եւ կա էլ այդ որոշակի դեռ մնացած, որ գործարարը դա այն օլիգարխա, օլիգարխիկ կերպարն է, որը ինչ որ մախինացիաների եւ չգիտեմ ինչերի շնորհիվ է հասնում հաջողությունների
դա այն կերպարն է, որին պետքա, չգիտեմ, ինչ որ ձևով պատժել, իրանից ինչ որ բաներ խլել, այդ բացական կերպար էր որպես ձևավորվում։ Եվ մեր նպատակը նաև հենց նույն բիզնես ասոցիացիաների հիմնադրման բիզնես կլուբի 2 ամենախոշոր բիզնես ակումբերի հիմնադիր անդամ եմ հանդիսանում նաև, նպատակը նա է, որ մարդկանց մոտ ընդհանրապես փոխվի ընկալումը հայ բիզնեսմենի կերպարի նկատմամբ, նաև հայ բիզնեսմենների միջև փոխվի այն մթնոլորտը, որ միմյանց նկատմամբ հայը հայի հետ չի կարող գործանի, մի հայը լավ է, երկու հայը վայ է, ասենց արտահայտություններ, որոնք եղել են ոչ թե նրա պատճառով, որ հայ ազգը վատ է, այլ որովհետև պարզապես կանոնակարգված չի եղել, մենք այդ ուղղությամբ չենք աշխատել, մենք չենք փորձել այդ հարաբերությունները։ Մեր իմ վերջի պրոյեկտների 3 պրոյեկտների մեջ գործընկերներ կան, մի պրոյեկտի մեջ 15-ից ավել, մեկի մեջ 21 հոգի, 21 անձ, մեկի մեջ 3 անձ, մեկի մեջ 4 անձ, այսինքն համարյա թե մեկ անձով նոր գործունեություն էլի ես չունեմ, ամբողջապես գործընկերներ եմ, թիմ եմ հավաքում։ Ազդեցությունը տեսնում եք։ Հա, իհարկե դա զգացվում է եւ մարդիկ զարմանում են ինչպես կարելի է 20 մենք վերջի մեր օրինակ պրոյեկտը, որ շատ հետաքրքիր պրոյեկտ Իտալիայում սկսել ենք, 21 հոգով ենք սկսել, ընկերներից մեկը որ իմացավ 21 հոգու մեջ ոնց ես կարողանում հարաբերվել, ասում շատ հաճույքով եւ շատ լավ, ընդհակառակ ավելի լավ եմ զգում, որովհետեւ եթե ես խնդիր ունեմ, ես այդ խնդիրը մենակ սկսելու դեպքում իմ վրա է ամբողջապես, ես մի փոքր ինձ բարան վատ զգամ, բայց այդտեղ 21 հոգի թիկունք եմ զգում, 20 հոգի հետևս կանգնած է այդ խնդիրը լուծելու։ Արդյոք դա ինչի՞ եք դուք բանը նայում, մի հատ հավելյալ հարց իրար հետ քննարկելու ինչ որ խնդրից խուսափելու պատճառով, ոնց որ այդ ամբողջ հարաբերության մեջի անընդհատ շեշտվում այդ բացական մասը, չէ՞, դու պետքա 20 հոգու հետ շփվես, բայց դու 20 հոգու միջոցով խնդիր ես լուծում։ Այդ դրական կողմը ինչի՞ չտեսնել այդ ամենահզոր կողմը, տեսնել են մի մասը, որ հա, օքեյ, 20 հոգի կարան տարբեր կարծիքներ ունեն։ Ընդհանրապես պետքա մի հատ պայմանավորվածություն, որ 20 հոգուց որոշումը կայացվում է մեծամասնությամբ, կամ որոշումը տնօրենների խորհուրդ, ովքեր որ որոշում կայացնող են, կամ օպերացիոն տնօրեն։ Տարբեր մեխանիզմներ կա, հստակ դնելու դեպքում որևէ խնդիր չի ծագում։ Պարոն Մելքոնյան, եթե վաղը պատկերացնենք ամեն ինչ կորցնեիք եւ նորից սկսելու հնարավորություն ունենայիք, ինչը նույն կերպ կանեիք եւ ինչը երբեք չէիք անի նույն ձև։ Ինչը երբեք չի անի նույն ձև, փոքր բարդ հարց է, չի անի։ Նախ այդ ամենակարևորը այն լարված եւ նեղված, որ սկզբից ունեցել եմ, ինչի մասին է խոսեցինք, որ չէր կարող այդ բանը, դա միջիցս դուրս կգա հաստատ, որովհետեւ այն վստահությունն ու այն փորձին գիտելիքների pašարը, որ այժմ ունեմ, այն ժամանակ չունեի։ Ես հիմա անհամեմատ ավելի վստահությամբ եւ անհոգ ավելի, այսպես ասած, անհոգ կսկսեմ այդ գործունեությունը, նոր բիզնես սկսելը, նոր գործունեություն սկսելը, բացարձակ առանց նեղվելու, այն ժամանակ շատ մեծ նեղվելով էի, ինչը կանեի նորից կանեի նույն սկզբունքը դնելու հենց այդ, եթե մենք նայենք ի սկզբանե գործընկերային բիզնեսի գաղափարը, որտեվ ես որ ասում եմ, Արտլանչը նույնպես մենակով չեմ սկսել դա վերջ-վերջո, էլի կինս է, բայց գործընկերա չէ վերջ-վերջո, երկուսով ենք սկսել, այսինքն անպայման կպահպանեի այդ սկզբունքը, որ գործընկերային գործունեություն անելը, մյուս մասով էլ այդ չնեղվելը, մի բանը, որ շատ նեղվում է այն սկզբնական փուլում, դա դուրս կգա, մնացածը երևի կպահպանվի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։